Թրամփը Պուտինի անունից հայտարարել է, պատրաստ է դաշնությունը գործար կնքել Ուկրաինայի հետ։ Զգուշացրել է Զելենսկիին, պետք է քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում ուշ կլինի։ Կիևը ազդակներ ստացել է Միացյալ Նահանգներից։ Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին անսպասելի հիշեցրել է Պուտինի տարիքն ու համեմատել իր հետ եւ հայտարարել, թե ժամանակը քիչ է։ Հետո ասել, թե զիջումների չեն պատրաստվում գնալ։ Ժամանակն է համաձայնության հասնել։ Մենք շատ ենք փոխզիջումների գնացել։ Պուտինն ու նրա ընկերները բանտում չեն։ Սա ամենամեծ փոխզիջումն է, որ աշխարհը երբևէ արել է։ Անգամ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, Ռուսաստանը չի դադարի ագրեսիվ լինել։ Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Ուկրաինայի շուրջ երկխոսությունը նվազեցրել է վիճելի հարցերի քանակը։ Համաժողովին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լավ լուրն այն է, որ լուծման կարիք ունեցող վիճելի հարցերի քանակը նվազել է։ Վատ լուրն այն է, որ ամենադժվար հարցերն են մնացել։ Ռուբիոն խոստացել է, որ կշարունակեն փորձել։ Ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծելու բանակցությունների հաջորդ փուլը փետրվարի 17-ին է։ Մոսկվան պատերազմը դադարեցնելու համար պահանջում է, որ Կիևը զորքը դուրս բերի Դոնբասից, նաև ռուսական վերահսկողության տակ չգտնվող տարածքներից։ Կիևի համար անընդունելի է այս պահանջը, սակայն չի բացառում Զելենսկին տարածքային հարցով հանրաքվեի անցկացումը։ Բանակցությունների նախաշեմին Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել ռուսական նավթարդյունաբերության դեմ եւ հասել են նրան, որ Հնդկաստանը դադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է բավարարել Ուկրաինայի զենքի պահանջները։ Եվրոպան սեփական քայլերն է ձեռնարկում։ Մատակարարման ծրագրերն Ուկրաինայի համար շարունակում են գործել։ Այս մասով ոչ մի նախաձեռնություն չի կասեցվել։ Բոլոր գործընթացները շարունակվում են։ Մյունխենի անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է միանա այն ճանապարհին, որը ցույց է տվել նախագահ Թրամփը։ Նա անկաշկանդ ասել է, որ շատերն են պնդում, Արևմուտքի գերակայության դարաշրջանը ավարտվել է։ Որ վերաձևակերպումների կարիքը աշխարհում համաձայն է նաև Եվրահանձնաժողովի նախագահը, բայց չի նշել, արդյոք Թրամփի ճանապարհով։ Ինչպես ասում են Ուկրաինայում, կամ դու փոխվում ես, կամ մեռնում, մենք Եվրամիությունում նույնպես պետք է ընդունենք այս սկզբունքը։ Պայմանները, աշխարհը եւ մարտահրավերները փոխվում են, ու եթե մենք չփոխվենք, մեզ համար վտանգավոր կլինի։ Հիմարություն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համար գաղափարը, թե հնարավոր է ունենալ առանց սահմանների աշխարհ եւ փոխարինել ազգային շահը գլոբալ կարգերով։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։